Իհարկե մեր գալը ծրագրված չի եղել, И наш приезд, он не был запланирован. բայց համոզված եմ մյուս կողմից էլ ծրագրված է, Но с другой стороны, я уверен, что был запланирован. որովհետև մենք մեր գլխի տերը չենք։ Потому что мы не господины над самими собой. Աստված եւ մեզ համար բան ունի անելու И у Бога есть планы для нас եւ ձեզ համար։ и для вас. Դամար շնորհակալ եմ Աստծուց, Поэтому я благодарен Богу. սիրով այսօր կծառայեմ ձեզ, С любовью буду служить вам. ծառայելով Տիրոջը, Буду служить Богу. մի րոպե աղոթենք Минуту помолимся. եւ ես կծառայեմ։ И я начну служить. Շնորհակալ եմ երկնավոր Հայր, Благодарен Небесный Отец. դու հիմնել ես քո Ты եկեղեցին основал свою церковь. եւ դժոխքը պարտված է։ И ад поражен. Շնորհակալ ենք քեզանից, Благодарны Тебе, որ ունենք հնարավորություն что у нас есть возможность ազատ պաշտելու քեզ, свободно почитать Тебя, երկրպագելու քեզ, поклоняться Тебе, քո խոսքդ լսելու, слышать Твое Слово, քո խոսքդ ընդունելու принимать Твое Слово. եւ այսօր շնորհակալ եմ այս հնարավորության И համար сегодня благодарен за эту возможность. եւ խնդրում եմ օծես քո խոսքը, И прошу, помажь свое Слово, քո խոսքդ լինի քո եկեղեցու շինության чтобы Твое Слово было в назидание церкви եւ քեզ փառք и Тебе во славу. Հիսուսի անունով։ Во имя Иисуса. Ամեն։ Аминь. Ամեն։ Փառք Աստծո։ Слава Богу. Կարդալու ենք Եզեկիել մարգարեության Будем читать пророчество Иезекииля, 44-րդ գլխի 23 համարը։ 44 глава, 23 стих. Այսպես է գրված. Իմ ժողովրդին սովորեցնեն սուրբի եւ անսուրբի տարբերությունը եւ պիղծի եւ մաքուրի տարբերությունը պիտի հասկացնեն նրանց։ Они должны учить народ мой отличать священное от несвященного и объяснять им, что нечисто и что чисто. Շատ լուրջ պատասխանատվություն կա քահանայության համար Есть очень серьезная ответственность для служителей, священников. եւ այս խոսքը այսօր մեզ համար է նաեւ И это также слово для нас сегодня. եւ Աստված ասում է պիտի սովորեցնեն И Бог говорит, должны учить տարբերությունը разницу սուրբի եւ անսուրբի священного от несвященного, եւ պիղծի եւ մաքուրի։ нечистого от чистого. Ամեն։ Аминь. Մենք պետք է սովորենք դա։ Мы должны этому научиться. Եվ այսօր քարոզս վերնագրել եմ ինչով է տարբերվում։ И проповедь я назвал так. Чем ты отличаешься? Чем отличаешься? Ինչով ենք տարբերվում։ Чем отличаемся? Աստվածաշունչը սովորացնում է, Слово Божие учит, որ պետքա Աստծո ժողովուրդը իմանան, что народ Божий должен знать, որ տարբերություն կա։ что есть разница. Տարբերություն պիտի լինի И должна быть разница սուրբի եւ անսուրբի մեջ, между святым и несвятым, պիղծի եւ մաքուրի մեջ։ между чистым и нечистым. Այստեղ սուրբ մարդիկ կան, Здесь есть святые люди. թող գորան ամեն։ Пусть крикнут аминь. Ջան։ Սուրբ չի նշանակում հրեշտակ, Святой это не означает ангел. սուրբ չի նշանակում իդեալական, Святой не означает идеальный. սուրբ նշանակում է Աստծո համար առանձնացված։ Святой означает отделенный для Бога. Այստեղ կան այդ ձևի մարդիկ, Здесь есть такие люди. թող գորան ամեն։ Пусть крикнут аминь. Ես էլ եմ ձեզ հետ միանում, И я присоединяюсь к вам. որովհետև ես Աստծունն եմ, Потому что я Божий. մի գեղեցիկ օր ասել եմ, Տեր Հիսուս, ես քոնն եմ, В один прекрасный день я сказал, Господь Иисус, я твой. քո սեփականությունն եմ, Я твоя собственность. եւ Աստված ասել է, սա իմ սուրբն է։ И Бог сказал, это мой святой. Ինձ համար առանձնացված է։ Он отделен для меня. Եվ դրա մեջ լուրջ պատասխանատվություն կա։ И в этом есть серьезная ответственность. Պիտի սուրբի եւ անսուրբի մեջ տարբերություն լինի։ Должно быть различие между святым и несвятым. Պետք է ես ու դու տարբերվենք անսուրբից։ Я и ты должны отличаться от несвятого. Մենք պետք է տարբերվենք։ Мы должны отличаться. Տարբերվում ենք արդյոք։ Мы отличаемся. Այսօր ես մասին ուզում եմ խոսամ։ Я сегодня об этом хочу говорить. Հետաքրքիր թեմա է, Интересная тема. շատ լավ։ Очень хорошо. Պիտի սովորենք սուրբի եւ անսուրբի տարբերությունը։ Мы должны научиться отличать святое от несвятого. Առաջի տեղը որ գրված է Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 9-րդ համար։ 1 Петра, 2 глава, 9 стих. Գրված է, բայց դուք ընտիր ազգ եք։ Но вы Թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարիցը կանչեց իր զարմանալի լույսի մեջ։ 9 стих. Но вы род избранный, царственное священство, народ святой, люди, взятые в удел, дабы возвещать совершенство, призвавшего вас из тьмы в чудный свой свет. Ինչքան մեծ օրհնություններ կա, Какое большое благословение есть. ինչքան մեծ պատասխանատվություն կա, Как много ответственности. Գրված է դուք սուրբ ընտիր ազգ եք։ Написано, что вы род избранный. Ռուսերենում ասում է избранный։
ընտրված։ избранный. Ուզում ասեմ քեզ, որ ես ու դու մի օր ապրել ենք մեզ համար, Мы в один день жили для себя, եւ հանկարծ մի օր ասել է ես Աստված ասել է ես քեզ и ընտրել եմ։ вдруг Бог сказал, я тебя избрал. Հիշում ես այդ օրը, Помнишь этот день, երբ որ քու կյանքի մեջ փոփոխություն եղավ, когда в твоей жизни изменения երբ որ произошли, երջանկացար, когда ты стал счастливым, երբ որ հասկացար, որ կյանք կա, когда ты понял, что есть жизнь, երբ որ հասկացար մեղքերի թողություն կա, когда ты понял, что есть покаяние в Երբ որ грехах, հասկացար հույս прощение, կա, когда есть надежда, եւ դա այն պատճառով է, որ Աստված քեզ ընտրել и է։ это по той причине, что Бог тебя избрал. Եվ ասել է դու ընտիր ես, И сказал, ты избранный. ու քիչ չի ասել ընտիր ես, Он не только сказал, что ты избранный, ասել է իմ սեփականն ես։ он говорит, ты мой собственный. Եվ Աստծո սեփականությունները թող ասեն, И собственные Аминь. люди для Бога пусть скажут մեր аминь. կողքը ասա դու Աստծո սեփականությունն ես։ Скажи соседям своим, что ты собственность Божья. Ով է եղել, ում հետ է եղել, որ գնացել ես խանութ С кем было, что ты ходил в магазин, եւ տեսել ես մի շատ լավ ապրանք, и ты видел прекрасный такой продукт. ու дու փող ես ունեցել։ У тебя были деньги. Ուզեցել ես առնես, Хотел купить, մեկ էլ տակին տեսել ես գրված է, վաճառված է։ и внизу написано «продано». Այսինքն Տեր ունի։ То есть уже есть хозяин. Ուզում եմ քեզ ասեմ, Хочу сказать тебе, այս աշխարհը, этот мир, դժողքը, ад, ինչ ձևիրել ուզենա քեզ առնի, как бы не хотели тебя купить, ինչ էլ ուզենա քեզ համար վճարի, и чтобы они не отдавали ради քո վրա тебя, գրված է, на тебе написано վաճառված է, «продано», գնված է, написано Քրիստոսի պատվական արյունով։ кровью Христа Մենք драгоценной. մերը չենք, Мы не свои, մենք Աստծունն ենք, мы Божьи. եւ մեզ վրա պատասխանատվություն кա։ И есть ответственность возложена на нас. Ես ու դու պետք է տարբերվենք։ Я и ты должны Ես ու отличаться. դու յուրահատուկ ենք։ Я и ты особенные. Սա պարծանք չի, Это не повод хвалиться, ինչ որտեղ էլ պարծանք է։ а может быть и где-то повод. Աստծո զավակ է։ Я дитя Божье. Я красавчик вообще։ Ես Աստծունն եմ։ Я Божий. Ես Տիրոջ բալա եմ։ Я дитя Божье. Լավա թե չէ։ Это хорошо или нет? Դու ընտրված ես։ Ты избран. Դու սուրբ ազգ ես։ Ты святой Դու народ. քահանա ես։ Ты священник. Դու Աստծո համար թագավոր ես, Ты царь для Бога, որպեսզի իր առաքելությունը պատմես։ чтобы возвещать Его славу, Ամեն։ Его величие. Սա մեզ տարբերում է այս աշխարհից։ Это нас отличает от этого мира. Մի ժամանակ մենք ազգ չէինք։ Мы в одно время не были Մի народом. ժամանակ ժողովուրդ չէինք։ Мы не были людьми, Մի народом ժամանակ Божьим. արդար չէինք։ Мы не были праведниками. Բայց այսօր մեր ստատուսը սա է։ Но сегодня наш статус. Եվ սա մեզ պարտադրում է И это нас обязует տարբերվել այս отличаться աշխարհից։ от этого мира. Ամեն։ Аминь. Որ ինչ որ մեկը ինձ ու քեզ տեսնի փողոցում։ Чтобы если меня и тебя кто-то на улицу видел Ասեմ մարդ, ես չեմ հասկանում այս մարդուն։ и говорил, я не понимаю этого человека, Բայց մի ձևի ուրիշ է։ ну какой-то другой. Կարող ասեն շաշը։ Может быть, скажут, что он... Ինչ ուզում ասեն։ Что, может быть, подумают, что он Բայց կարելի է ասեն մեր ненормальный. նման չի։ Но могут сказать, что он не такой, как мы. Ես ու դու կանչված չենք աշխարհի նման լինելու Я это не համար։ призваны быть, как этот мир. Ես ու դու Աստծո սուրբերն ենք։ Я это и святые Божьи. Սա մեր պարտականությունն է։ Это наша обязанность. Պիտի սովորենք տարբերվել։ Мы должны научиться отличаться. Մյուս տեղը Следующее место. 5-րդ գլուխ Մատթեոս ավետարան Евангелие от Матфея, 5 глава, 13 խոսք։ 13 стих. Տեր Հիսուս ասել է դու աղ ես այս աշխարհում։ Иисус сказал, ты соль для этого мира. Եթե կա աղ, Если есть соль, կա անհամություն, тогда есть и բիսկուսի։ безвкусие. Աստված մեզ ասել է դու համով ես։ Бог говорит, ты вкусный. Դու այս աշխարհի վրա ազդող ես։ Ты влияешь на этот мир. Եվ ես ու դու պիտի տարբերվենք։ И я и ты должны отличаться. Որ ինձ ու քեզ եւ քեզ հետ երբ որ շփվում են, Когда со мной с тобой общаются, ասեն ես ինչ համով մարդ է։ говорили, какой вкусный человек. Չասեն այս ինչ անհամեր։ Не говорили, какой он безвкусный. Եվ Աստծո համովները ասեցին, И вкусные Божьи скажут аминь. աղի ու անհամի մեջ տարբերություն կա։ Между соленым и несоленым есть разница. Տեր Հիսուս ասավ դուք աշխարհի լույսն եք И Господь говорит, вы свет миру. եւ կանչված եք լուսավորելու այս խավարին։ Призваны освещать этот Եթե мрак. կա լույս Если есть свет, եւ կա խավար, есть мрак, тьма. ես ու դու կանչված ենք լույս լինելու։ Я и ты призваны быть светом. Լույսը կանչված է լուսավորելու, И свет призван освещать. ազդելու խավարի վրա։ И влиять на тьму. Ամեն։ Аминь. Եվ լուսով որդիները ասեցին, И дети света да скажут аминь. մի օր խավարը գալիս Աստծո մոտ բողոքելու։ И один раз мрак приходит к Богу жаловаться. Ասում է Աստված ջան, այս լույսը ինձ միշտ հալածում է։ Говорит, Господь, этот свет меня всегда гонит. Ամենտեղ հետևից սնգած է։ Всегда за мной бежит. Ասում է ես հարցերի լուծեմ։ Бог говорит, я сейчас решу вопрос. Լույսին կանչում է, Призывает свет. ասում է լույս, Говорит, свет, քեզ խավարին հալածում։ почему ты всегда гонишь тьму?
Լույս ասում օրը ստե խավար։ И свет говорит, а где здесь тьма? Իմ ու քու կյանքի մեջ խավարը բաժին չունի։ В моей и твоей жизни тьма не имеет Խավարը места. չի կարող ազդի լույսի վրա։ Тьма не может влиять на свет. Այս մի փոքր լամպը երբ որ վառես, И когда этот маленький светильник загорится, թեկուս այս լամպերից ամենափոքրը, даже если самый маленький из этих светильников, այստեղի ամենախորը խավարին կհալածի։ самую мрачную тьму, глубокую тьму он просто выгонит. Ամեն։ Аминь. Լույսի ու խավարի մեջ տարբերություն կա։ Есть разница между светом и тьмой. Մեր եւ խավարի մեջ տարբերություն պիտի լինի։ И между нами и тьмой должна быть разница. Մենք պետք է հասկանանք դա։ Мы должны это понимать. Մենք պետք է ընդունենք դա։ Мы должны это принимать. Դա պետք է մեր մեջ լինի։ Это должно быть в нас. Մյուս տեղը գրված է երկրորդ Կորինթացիների 6:14։ 2 Коринфянам 6:14. Կարդամ այդ տեղը։ Прочитаю. Գրված է անհավատների հետ այլախառն լծակից մի լինեք։ Не преклоняйтесь под чужой ермо с неверными. Լուծը հասկանում եք ինչն է, չէ՞։ Ермо, понимаете, да, что такое? Երբ որ կենթանիներին երկու կենթանու нույն լուծի մեջ են դնում։ Когда двух животных они в одно ермо сажают, привязывают. И они землю пашут. Պատկերացնում եք, որ ձիուն ու ավանակին նույն լուծի տակ դնեն։ Представляете, чтобы, например, осла и лошадь под одно ермо поставили? Չի եղնի։ Так не получится. Այծին ու ասենք եզին նույն լուծի մեջ դնեն։ Например, овцу и быка в одно ермо. Չի եղնի։ Так не бывает. Հավատացյալը ու անհավատը Верующие и неверующие նույն ճանապարհով չեն կարող գնալ։ не могут идти одной Նույն дорогой. գործերը չեն կարող Не անել։ могут творить одни и те же Նույն дела. ձևի չեն կարող Не մտածել։ могут мыслить Նույն одинаково. ձևի չեն կարող խոսալ։ Не могут говорить одинаково. Տարբերությունը Есть разница. եւ Սուրբ Գիրքը ասում է, И Святое Писание говорит, անհավատի հետ с неверными նույն բանի մեջ մի մտնի։ не входи в одно и то же дело. Ամեն։ Аминь. Եվ ասում է, ինչ որովհետեւ ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ։ Говорит, какое есть общее у праведного с неправедным? Եղելա քեզ առաջարկություն անեն, Бывало, что тебе делали предложение. ասեն արի մի հատ գործ ականենք, Например, давай будем бизнес какой-то делать. բայց մեջին մի քիչ սուտ կա։ Но внутри есть немного небольшой обман. Եղելա թեզ բա Было так? հաստատ։ Точно. Իմ կյանքում էլ ա եղել։ В моей жизни так было. Մի քիչ սուտ ասենք, Чуть-чуть будем обманывать. մի քիչ խափենք, Немного будем մի обманывать. քիչ վերջը մի բան անենք։ В конце что-то сделаем. Արդարությունը եւ անօրենությունը չեն կարող իրար հետ ապրել։ Праведность и неправедность не могут идти Аминь. вместе. Аминь. Նույնիսկ մտածում եմ, որ որոշներս այդ бանի մեջ եղել ենք, Я думаю, что и многим были в этих ситуациях. բայց հենց որ եղել ենք, Но когда мы были, այնքան փոշմանել ենք, так жалели, այնքան հանդիմանվել ենք։ так обличались. Ինչի համար։ Почему? Որովհետև արդարությունը անօրենության հետ գործ չունի։ Потому что у праведности нету дела с беззаконием. Ես ու դու պիտի տարբերվենք։ Я эти должны отличаться. Ամեն։ Аминь. Երկրորդ Կորինթացիների 3-րդ գլուխ 2-րդ խոսք 2 Коринфянам 3 глава, 2 Պողոս стих. առաքյալը ասում է դու Քրիստոսի նամակն եք, Апостол Павел говорит, вы письмо Христово, անուշահոտ։ благоухающее. Կապ չունի որ այդ ինչ օծանելի քեզ ցանում։ И неважно, какие у тебя духи, парфюм. Երբ որ Քրիստոսի նամակն ես, Но когда ты письмо Христово, ում կողքովանցնես, с кем бы рядом ты не проходил, սենսա, էս ինչ լավն է։ он так обоняет и говорит, какой хороший. Ուզում է քեզ հետ շփվի, Хочет с тобой общаться, ուզում է քեզ հետ հաղորդակցվի։ хочет с тобой иметь общение. Ես ու դու կանչված ենք տարբեր լինելու։ Я и ты призваны быть Аминь. другими. Ես դեր քրքից եմ ուզում կարդամ։ Из книги Исфирь хочу прочитать. 3-րդ գլուխ 8 համար։ 3 глава, 8 стих. Եթե ինչ որ մեկի համար քարոզում եմ հիմա։ Я для кого-то сегодня Հա, проповедую. ինչ լավ է։ Իսրայելի թշնամի ուներ։ У Израиля был враг. Նրա անունը Haman էր։ Его имя Аман. Տեսեք ինչ ասում։ Смотрите, что говорится. Եվ Համանը ասեց Ասորիաս թագավորին. И сказал Аман царю Ассирии, Մի Արտաքսերքսу. ազգ կա ծրված եւ տարածված ազգերի մեջ քո թագավորության բոլոր գավառներում։ Есть один народ, разбросанный и рассеянный между народами по всем областям царства твоего. Եվ նրանց օրենքը ամեն ժողովրդից տարբեր է։ И законы их отличаются от законов всех народов. Թշնամին գիտի, որ Աստծո ժողովրդի օրենքը տարբեր է։
Враг знает, что закон народа Божьего, он отличается. Եվ ասում է ինքը քո օրենքներին չի ենթարկվում։ И говорит, он твоим законам не подчиняется. Ինչի համար որովհետև ինքը Աստծո ազգ է։ Почему? Потому что он народ Божий. Ես ու դու Աստծո ազգ ենք։ Я это народ Божий. Մենք չենք կարա, իրավունք չունենք У нас нету права и нет возможности աշխարհի օրենքին ենթարկվենք։ подчиняться закону этого мира. Ես չեմ ասում աշխարհական օրենքներին, Я не говорю государственным законам. ասում եմ մեղքի օրենքին, ինչ որ այսօր աշխարհի մեջ կա։ Я говорю закону греха, который есть в миру. Ամեն։ Аминь. Եվ այստեղ ասում եմ, ես մեծ փողեր կարող եմ տամ մենակ թե այդ ժողովրդին կոտորեն։ И говорит, я могу большие деньги заплатить, лишь бы этот народ уничтожили. Ուզում եմ ասեմ քեզ, այսօր սատանան գիշեր ցերեկ օրենքներ է մտածում։ И сегодня день и ночь дьявол придумывает законы. Նոր ծրագրեր, Новые программы. նոր ինտերնետային եսի ինչեր, Какие-то новые программы в интернете. որ Աստծո ժողովրդին վնասի, Чтобы причинить вред народу Божьему. գայթակղացնի, Чтобы соблазнить. բայց մի հատ կանոն կա։ Но есть один закон. Ես սա պետք է եղնի քո սրտի մեջ եւ իմ սրտի И это մեջ։ должно быть в моем и твоем сердце. Ես այդ օրենքին չեմ ենթարկվում։ Я не подчинюсь унем этому Աստծո закону. օրենք։ Я имею закон Ես Божий. Աստծո պատվիրաններ ունեմ։ Я имею заповеди Եվ Божьи. դա կյանքի պատվիրանա։ И это заповедь Божья. Եվ դա խավարին հաղթելու И պատվիրանա։ это заповедь, которая дает побеждать Եվ դա тьму. Աստծուն փառավորելու И պատվիրանա։ это заповедь, прославляющая Бога. Ամեն։ Եփեսացիների 5-րդ գլուխ 16 խոսք։ Ефесянам 5:16. Դասուտ ներողություն։ 18 стих. Գրված է եւ մի հարբեք գինով, որն անում անառակություն կա, այլ լցվեք Սուրբ Հոգով։ И не убивайтесь вином, от которого бывает распутство, но исполняйтесь духом. Գիտեք, հարբածն ու Սուրբ Հոգով լցվածը նույն ձևի են։ Знаете, пьяный человек и наполненный Святым Духом, они похожи. Օրինակ Одинаковые. արտակին այսօր տենը մեր քեֆը լավ հեչ պետք է չի։ Я сегодня смотрел на Артака, у него прямо хорошее настроение, ему ничего не нужно. Ծովը ծնկներից հետ է։ И море по колено. Հեչ պետք է չի։ Ему вообще все равно. Խմած մարդն էլ է տենց։ И пьяный человек такой же. Բայց ով որ գինով հարբում է, Но тот, кто упивается դրա մեջ вином, անառակություն կա։ в этом есть распутство. Բայց Սուրբ Հոգով լցված մարդը Но исполняющийся Духом Святым, ինքը Աստծուն է փառավորում։ он прославляет Бога. Եվ սա ես նորություն չեմ ասում։ Я не говорю новость. Գործ կառաքելոցի մեջ, В Деянии апостолов, երբ որ աշակերտները լցվեցին Սուրբ Հոգով, когда ученики исполнились Святым Духом, կողքին մարդիկ նայեցին, люди, стоящие рядом, смотрели ասեցին հարբած է։ и говорят, они пьяные. Դրա համար հարբածն ու Սուրբ Հոգով լցվածը Поэтому пьяные и исполненные Святым Духом, արտաքինից նույն բանն են, они внешне одинаковые. բայց ներքին իրանք տարբեր են։ Но внутри они отличаются. Սուրբ Հոգով լցված եղիր միշտ։ Будь всегда исполненным Святого Духа. Չեմ հիշում Հայաստանում ես ինչ ծրագիրեր ինձ ծառայելուց նկարել են, որտեղից ենք թել չգիտեմ։ Я не помню, какая была программа в Армении. Меня за служением сфотографировали, засняли на видео. Ես է քեֆ էի անում, փառաբանում էի Աստծուն։ А я прославлял Бога, Ուրախ երգում просто էի։ радостно пел. Ու տակին гидեք ինչ կոմենտներ էր И գրել։ знаете, внизу какие комментарии были? Մեկը գրել է տեն ասես ինչա ծխել։ Один Այսինչ написал, ախմ է։ интересно, что он выпил, что он выкурил. Լցվեք Սուրբ Հոգով։ Исполняйтесь Святого Духа, Քեֆները լավ եղնի Սուրբ Հոգուց։ чтобы вы пиршествовали от Святого Духа. Аминь. Аминь. Ես ու դու пիտի տարբերվենք այս Я и ты աշխարհից։ должны отличаться от этого мира. Ամեն։ Аминь. Կողոսացիները 3:17։ Колоссянам 3:17. Գրված է ամեն ինչ որ էլ անեք խոսքով կամ գործով ամենը Տեր Հիսուսի անունով արեք գոհություն տալով Աստծուն եւ Հորը նրա ձեռքով։ И все, что вы делаете словом или делом, все делаете во имя Господа Иисуса Христа, благодаря через Него Бога и Отца. Մեր խոսքերը, Наши слова, մեր գործերը наши дела պիտի տարբերվեն։ должны отличаться. Գիտեք ոնց։ Знаете как? Գաղտիկը սա է։ Секрет в этом. Ինչ որ խոսած, То, что говоришь, ինչ որ անես, то, что делаешь, պիտի Աստված փառավորվի։ Бог должен прославиться. Եվ ուզում եմ ասեմ, И хочу сказать,
Ես եկեղեցու մեջ մարդիկ այնքան բարեհամբույր են։ И в церкви люди такие добрые. Բարև եղբայր ջան։ Привет, брат. Տերը օրհնի Здравствуй, брат. քեզ։ Пусть Бог благословит тебя. Տանը ոնց ես։ Как ты дома? Փողոցը ոնց է։ Как ты на улице? Բարև քույրիկ ջան։ Приветствую, сестра. Բարև ազիզ։ Привет, сестра. Բայց դե մեկ էլ տենում ես փողոցը հանկարծ միամիտ И смотришь на улице случайно. նոր հիշեցի։ Я только вспомнил. Շատ лав պաշտամունքից դուրս եմ եկել։ Вышел с очень хорошего служения. Հայաստանում, В Армении. այստեղ չի։ Не здесь. Ու փողոցում քայլում ենք, И ходим по улице. դեմներս երկու հատ քույրիկ են գնում։ И спереди идут две сестры. Իր այդ խոսում են։ Они говорят друг с другом. Ու բարձր են խոսում, И говорили громко. լսվում էր։ И было слышно. Ու լսեցի ես մի հատ И նախադասություն։ одну фразу такую услышал. Քույրիկը քույրիկին սենցան։ Сестра одной другой говорит. Ասում աղջի, Говорит, Ахчи, сестра, ասում հարսը ոնց է այն շաշինկուն։ как твоя невеста, Դուրաչկա։ дурачка? Այսօրվա պես հիշում եմ։ Я помню, как Ինչ որ сегодняшний день. խոսում ենք, То, что мы говорим, ինչ որ անում ենք, то, что мы делаем, պետք է ասում փառավորի։ это должно прославить Бога. Ես տուն առա, Я купил дом. այդ տան մեջ մենակ մի բաղնիկը կաֆել էր շարած։ И только в этом доме в ванной был кафель. Ես էլ արեստավոր եմ։ А я строитель. Հասկանում եմ գործից, Я понимаю в деле. ու այդ կաֆելը սաղ փուչ էր։ И этот кафель, он был пустой сзади. Լավ չէր շարած։ Нехорошо его установили. Հիմա այդ կաֆել շարող եկել այն սենց անա։ И этот строитель, кладчик кафеля пришел говорить. Ասում է Վարդան ջան, բեր ձեր դրսին արդիվանները կաֆել շարեմ էլի։ Говорит, Вартан, давай я на улице, на ступеньках кафель также положу. Ասի չեմ տա։ Я говорю, нет, не разрешу. Ասավ խի։ Он говорит, почему? Ասի դու վատ ես աշխատում։ Я говорю, потому что ты плохо работаешь. Ասավ չէ, լավ կշարեմ։ Он говорит, нет, я хорошо буду кафель класть. Ասի մեր տանը շարել ես վատն ա եղել։ Я говорю, ты у нас дома клал, и было плохо. Գիտես ինչ պատասխանեց։ Знаешь, что он ответил? Ասավ խոմ ես չգիտեի որ դու այս տունը դու ես առնելու։ Он говорит, я же не знал, что в этом доме ты будешь жить. Հիմա ինչ կապ ունի ում համար ես աշխատում։ Какая разница, для кого ты Ինչ работаешь? կապ ունի ում հետ ես խոսում։ Какая разница, с кем ты Ինչ կապ ունի разговариваешь? որտեղ ես գտնվում։ Какая разница, где ты находишься? Ինչ էլ որ խոսած։ То, что ты будешь Ինչ говорить. էլ որ անես։ Что будешь делать? Խոսքով թե գործով։ Словом или делом? Թող նա միայն փառավորվի։ Пусть только Он прославится. Ամեն։ Аминь. Մի հատ քույրիկ ամուսինը քարոզիչ ա եղնա։ У одной сестры муж проповедник. Իրի գոնե գալիս են տուն։ Приходит вечером домой. Ասма Говорит. սիրուն, ասма սիրունս։ Արի տեղափոխվենք եկեղեցում ապրենք էլի։ Говорит, возлюбленный, давай мы переедем и в церкви будем жить. Մարդը ասма խի։ Жена говорит, возлюбленный, давай переедем в церковь. Муж говорит, зачем? Ասма դաժե ոչ թե եկեղեցում, այլ կաֆեդրայի մոտ։ Она говорит, даже не в церкви, а около кафедры. Ասма բայց խի։ Он говорит, почему? Ասма կաֆեդրայի մոտ այնքան լավն ես։ Говорит, ты у кафедры такой хороший. Ինչ կապ ունի որտեղ ենք։ Какая разница, где мы? Ինչ կապ ունի ինչ ենք անում։ Какая разница, что мы делаем? Ինչ կապ ունի ում հետ ենք խոսում։ Какая разница, с кем мы говорим? Ինչ կապ ունի ում մասին ենք պատմում։ Какая разница, о ком мы говорим? Ինչ էլ որ անենք։ Что бы мы ни делали, Խոսքով թե գործով։ словом или делом, Թող նրա անունը пусть Его փառավորվի։ имя прославится. Аминь. Մեր հարսանիքները պիտի տարբերվեն այս աշխարհից։ И наши свадьбы должны отличаться от этого мира. Մենք չպետք է բարենք կայֆույու տարալալա։ Мы не должны вот эти песни петь. Ինձ համար շատ ցավալի է։ Для меня болезненно. Ես սիրում եմ Տիրոջը պաշտել։ Я люблю Бога Ես почитать. սիրում եմ երկրպագեմ Я люблю Տիրոջը։ поклоняться Богу. Ասենք, մի քիչ որ անանեմ ավելի լավ կպարեմ, կերքեմ Տիրոջ փառքի համար։ И я могу петь и прославлять ради славы Бога. Ինձ համար ամենացավալին գիտես Для меня ինչն է։ знаешь, что самое болезненное? Երբ որ Աստծո ժողովուրդը Когда народ Божий գալիս են եկեղեցի приходит в церковь ու լսում են երգ, и слушает песни. Ասոլերը զորությամբ ելնենք, ասոլերը մենակ արսեն ասում, ամեն, ամեն, ամեն։ И песни эти слушаем про Բայց գնում ես, Господа. մեկ էլ տենում ես թարսի պես գոնե չգցեն այդ անդերսոց ցանցերի մեջ։ И потом смотришь, как назло просто кидают в Տենում ես соцсети. եկեղեցում սես կանգնած է։ Смотришь, он вот так вот стоит в Լավ церкви. քեֆ անելու երգ է։ И песня такая прославляющая. Լավ քեֆ անելու բարելու փառաբանություն է։ И прославление, которое хочется потанцевать под него. Բայց սես կանգնած է։ Но стоят вот так вот. Բայց հարսանեկից բան են գցում։ Но потом со свадьбы кидают. Ու մեկ էլ տենում ես շատ ներողություն տեժում եմ։ И смотришь прямо на свадьбе, они просто Բաղախվի ունի իմ հետերս и ինչի համար։ танцуют вот так вот. Для чего?
Ուր էլ որ լինեմ, Где бы я ни был, ինչ էլ որ անեմ, что бы я ни делал, միայն իմ Տերես пусть փառավորվի։ только мой Бог Ես ու прославится. դու պիտի տարբերվենք։ Я и ты должны отличаться. Մեր հարսանիքները պիտի տարբերվեն։ И наши свадьбы должны Պիտի Աստված отличаться. փառավորվի մեր Должен Бог հարսանիքներով։ прославиться на наших Շատ свадьбах. ներողություն։ Я прошу Մեր прощения. թաղումները պիտի տարբերվեն И наши աշխարհի похорона թաղումներից։ должны отличаться от Մեր этого мира. ծննդյան տարեդարձները պիտի տարբերվեն։ И наши дни рождения должны Մեր отличаться. հագուստները պիտի տարբերվեն։ Наша одежда должна отличаться. Մեր քայլվածքը պիտի տարբերվի։ Наше хождение должно отличаться. Ես ու դու պիտի տարբերվենք։ Я и ты должны отличаться. Որովհետև մենք տարբեր ենք։ Потому что мы другие. Մենք այս աշխարհի չենք։ Мы не с этого мира. Ամեն։ Аминь. Տարիներ առաջ Годы назад, ես որ ապաշխարել եմ, ես հանցագործ աշխարհից եմ եղել։ когда я покаялся, я был с криминального Իմ мира. կյանքը շատ վատն է եղել։ И моя жизнь была ужасной. Եվ երբ որ եկա Սամարա, И когда я приехал в Самару, բոլորին ավետարան էի քարոզ։ всем я проповедовал. Բոլորին անխնա։ Всем. Մեր եկեղեցու մեջ մի հատ քույրի կար, И в нашей церкви была сестра. իր ամուսինը քաղաքի հանցագործ հեղինակություններից մեկն էր։ Ее муж был авторитетным человеком в городе. Ու իր հետ էլ էի շփվում։ И с ними общался. Ու մի անգամ գիտեք ինչ ասավ։ И знаете, что однажды она сказала? Ասա Վարդան, Говорит, Вартан, իմ ընկերները ասում են, мои друзья говорят, Վարդանը կարքինել գողական տղա է։ а он сказал, что мои друзья говорят, что Вартан Գիտեք ինչ, դա авторитетный человек. մի կանք խարոշի Как վարասկոյ хорошо, բարե։ воровской парень. Հա։ Ու դաժե մի փոքր մի ակնթարթ ոնց որ դուրս գար այդ բանը։ И в моменте как будто мне даже Հետո понравилось. շատ խորը հանդիմանվեցի։ А потом я сильно обличился. Շատ խորը անկեղծ եմ ասում։ Глубоко, говорю, сильно обличился. Մտել եմ մեր տուն։ Я пришел в дом. Ասեմ Աստված Я ջան, говорю, Господи, դու ինձ հանել ես ցեխից։ ты меня вывел из Դու ինձ грязи. ներել ես ողորմել Ты ես։ меня простил. Դու Ты ջնջել ես իմ помиловал, и անցածը։ ты мое прошлое стер. Ես քո ծառան եմ։ Я твой слуга. Ես քո բալեն եմ։ Я твое дитя. Ես ոնց կարամ իմ խոսալը այնձև եղնի, որ ինձ ասեն ինքը գողական տղա է։ И как я могу, моя речь как может быть такой, чтобы люди говорят, что он воровской? Ես քո զավակն եմ։ Я твое дитя. Իմ խոսալու մեջ պետք է լինի քաղցրություն, օրհնություն, շինություն եւ քեզ փառք։ И в моих речах должна быть благость, назидание и тебе слава. Ինչով եմ ես հպարտանում։ И чем я должен гордиться? Ես հրաժարվում եմ, ապաշխարում եմ Աստվածին։ И я каюсь, я отрекаюсь. Միգուցե չեմ նկատել։ Может быть, я не замечал. Միգուցե չեմ Может быть, հասկացել։ я не понимал. Բայց քավլիցի Но не дай Бог. ես պիտի Я տարբերվեմ։ должен Դու отличаться. պիտի տարբերվես։ И ты должен Մենք отличаться. այս աշխարհի հետ չենք կարա համատեղ լինենք։ Мы не можем быть в одном с этим миром. Սուրբ Գիրքը ասում Слово է. Божье говорит, Ես ու դու պիտի տարբերվենք։ я и ты должны отличаться. Ամեն։ Аминь. Երկրորդ մնացորդած Второе Паралипоменон. 31-րդ գլուխ 20 խոսք։ 31 глава, 20 стих. Գրված է. Եվ այսպես արավ Եզեկիան բոլոր Հուդայում եւ իր Տեր Աստծո առաջին բարի ուղիղ եւ ճշմարիտ եղածը արավ։ Вот что сделал Езекия во всей Иудее. И он делал доброе и справедливое и истинное перед лицом Господа Бога своего. Խնդրում եմ կողքինի տասա։ Прошу, скажи ближнему. Տիրոջ առաջին Перед Господом բարի արա, делай доброе, ուղիղ արա, делай истинное, ճշմարիտ եղածն արա։ делай справедливое. Գիտես ինչու։ Знаешь почему? Որովհետեւ Потому что գրված է եւ իր ամեն գործումը, որ սկսեց, и во всем, что он предпринимал թե Աստծո տան ծառայության на վերաբերմամբ, служение Дому Божию եւ թե օրենքի, и для соблюдения закона, եւ թե պատվիրանքների накատմամբ, и по отношению к заповедям, իր Աստծուն խնդրելով, помышляя о Боге в своем, ключевое слово, ключевое слово. իր բոլոր սրտովը արավ եւ հաջողվեց։ Он действовал от всего сердца своего и имел успех. Ուզում ես հաջողված լինես, Хочешь иметь успех? Տիրոջ պատվերով ապրի։ Живи по заповедям Տիրոջը Божьим. փառավորի։ Бога прославляй. Տիրոջ համար արա Делай для Господа. եւ Տերը քեզ օրհնի։ И Бог тебя благословит. Ամեն։ Аминь. Մաղաքիայի գիրք, Книга пророка Малахии. 3-րդ գլուխ, 3 глава, 14 խոսք։
14 стих. Դուք ասում եք դատարկ է Աստծուն ծառայելը եւ ինչ օգուտ որ մենք նրա պատվիրանքները պահել ենք եւ սուքով վարվեցինք զորած Տիրոջ առաջին Вы говорите, тщетно служение Богу, и что пользы, что мы соблюдаем постановления Его, и ходили в печальной одежде перед лицом Господа Саваофа. Եվ այստեղ միգուցե մեկը մտածում է И может кто-то здесь думает, ասում է Վարդան ախպեր ձենը տակ տեղից է գալիս брат Вартан, тебе хорошо, легко говорить. ասում ես Աստծուն փառավորի Ты говоришь, Бога ասում прославляй, ես ճիշտ ապրի говоришь, живи ասում правильно, ես ճիշտ աշխատի работай правильно, անօրենություն մի անի не делай беззакония, ճիշտ խոսա говори правильно. հա ինչ օգուտ Какая польза? մանավանդ որ տեսնում է Тем более, если я вижу, ասում է եւ երանում են գորոզներին բարեշեններն են անօրենություն անողները մինչև անգամ ասուն էլ փորձում են եւ պրծնում են и дальше написано, лучше устраивают себя, делающие беззаконие, и хотя искушают Бога, но остаются целы. մենք խոսում ենք որ պիտի Տիրոջը հաճեցնենք Мы говорим о том, что мы должны угождать Богу, տարբերվենք այս աշխարհից отличаться от этого мира, բայց նայում ենք այս աշխարհում այնքան մարդիկ կա но смотрим, в этом мире так много людей, անօրենություն են անում творят беззаконие, Աստծուն փորձում է испытывают Бога, լավ էլ ապրում են и при этом хорошо живут. ու ասում է այս բայզուր չենք մենք sense բանան Он говорит, мы не зря так делаем, իզուր չենք մենք Աստված պաշտությամբ ապրում не зря мы живем в Богопочитании. ուզում քեզ ասեմ իզուր չի Хочу сказать, не зря. Այն ժամանակ խոսեցին Տիրոջից վախեցողները իրար հետ եւ Տերը ականջ դրավ եւ лысեց եւ հիշատակի գրքիր գրվեցավ նրա առաջին Տիրոջը վախեցողների համար եւ նրա անունը պատվական համարողների համար Но боящиеся Бога говорят друг другу, внимает Господь и слышит это, и перед лицом Его пишется памятная книга о боящихся Господа и чтущих имя Его. Տիրոջ առաջին գիրքա գրվում Перед Богом пишется книга Աստծո վախեցողների մասին о боящихся իր Бога անունը պատվական անողների и մասին чтущих имя Его. եւ Աստված ասում է եւ նրանք իմը կլինեն ասում է զորած Տերը И Бог говорит, они будут моими, говорит Господь Саваоф. Այն օրը ես կանեմ իմ սեփականությունը եւ ես նրանց կխնայեմ ինչպես մի մարդ իր որդին կխնայի որ ծառայում է իրեն եւ դուք յետ կդառնաք եւ կտեսնեք արդարի եւ ամբարիշտի տարբերությունը Աստուն ծառայություն անողնի եւ ծառայություն չանողի տարբերությունը И они будут собственностью моей в тот день, который я сделаю, и буду миловать их, как милует человек сына своего, служащего ему. И тогда снова увидите разницу между праведником и нечестивым, между служащим Богу и неслужащим Ему. Կա տարբերություն Есть разница. պիտի լինի И տարբերություն должна быть разница. եւ ես ու դու պիտի И տարբերվենք я, и ты должны отличаться. ամեն Аминь. պիտի տարբերվենք Мы должны отличаться. եւ դա մեծ պատիվ է И это большая честь. եւ պիտի տարբերվենք И мы должны отличаться, լինելով սուրբ будучи святыми, լինելով անարատ будучи праведными, լինելով պարկեշտ будучи Благочестивый, благочестивыми, լինելով Տիրոջը նվիրված, будучи людьми, которые отдались Богу, լինելով Տիրոջը ծառայող, посвященными служителями, լինելով բիսկամպրամիսնի հայերեն ոնց է։ Այս աշխարհի համար будучи бескомпромиссными для этого мира, ես ու դու պիտի տարբերվենք։ я и ты должны отличаться. Ելից գրքի մեջ գրված է В книге Исхода написано, 11:7 11 глава 7 стих. Եվ Իսրայելի որդիների ոչ մեկի դեմ մարդից միջև անասուն մի շուն էլ չի շարժի իր լեզուն, որ գիտենաք թե Եհովան եգիպտացիների Իսրայելի մեջտեղը տարբերություն է դնում։ У всех же сынов Израилевых ни на человека, ни на скот не пошевелится пес, не пошевелит пес языком своим, дабы вы знали, какое различие делает Господь между египтянами и между израильтянами. Աստված տարբերություն է դնում։ Бог ставит различия. Աստված ինձ ու քեզ նայում է Бог смотрит на меня и тебя եւ ասում է դու իմն ես, и говорит, ты мой, դու տարբեր ես։ ты отличаешься. Եղելա քո երեխեն ինչ որ մեկի մի շրջապատի մեջ լինի, Бывало, что твой ребенок был в окружении, ու իմանում ես, որ լավ բան չեն արել, չարություն են արել։ и ты знаешь, что они нехорошие дела там делали. Ինչ ենք ասում իրան։ И что мы говорим ему? Ասում ենք, հո դու նրանց նման չես։
Говорим, ты не такой же, как они. Հոդրանանցի չես։ Ты же не с ними. Ասել ես թե չէ։ Так говорил или нет? Հիմա մեր երկնավոր հայրն էլ ասում։ И наш Небесный Отец говорит. Ասма դու իրանց նման Говорит, չես։ ты не такой, как они. Դու իմն ես։ Ты мой. Դու յուրահատուկ ես։ Ты особенный. Ուզում եմ քեզ ասեմ։ Хочу сказать тебе, Սիրելի եղբայրս եւ возлюбленный քույրս։ брат и сестра, Աստված մեզ փրկել է։ Бог нас спас Այս աշխարհի վրա в этом мире, յուրահատուկ լինելու համար։ чтобы мы были особенными, Օրինակ լինելու համար։ были примером, Իրան փառավորելու համար։ чтобы Его прославляли, Իր լույսը ցույց տալու համար։ чтобы Его свет был, Տարբերությունը ցույց տալու համար։ чтобы показать различие, Որ կա լույս что есть свет եւ կա խավար։ и что есть тьма, Կա օրհնություն, есть благословение կա անեծք, и есть проклятие, կա փրկություն есть спасение, եւ կա դժոխք։ есть ад. Եվ դրա միսիան մեր վրա է։ И миссия в нас заключается. Ամեն։ Ում համար քարոզեցի այսօր։ Для кого я сегодня проповедовал? Այսօր մարդ կա որ որոշ տասի տես ջան Есть люди, может быть, которые скажут, Господь, 90% արել եմ, բայց 10% карիք ունեմ փոխվելու։ 90% я этого исполняю, но 10% я нуждаюсь в изменении. 99 բայց մի տոկոս карիք ունեմ։ 99% есть еще во мне нужды. Մարդ կա 50-50-ա։ У кого-то 50 на 50. Մարդ կա ավելի քիչ։ Может быть, у кого-то меньше. Ինչևից է։ Что бы ни было. Այսօր ես ինձ համար եմ քարոզում։ Сегодня я для себя проповедую. Այսօր ես իմ կյանքից եմ վկայություն Сегодня я տալու, своей жизни свидетельствую. որ ես քանի դեռ էստեղ կամ։ И пока я есть здесь, Գիտեք մենք ոնց ենք փոխվում։ знаете, как мы Երբ меняемся? որ ամեն օր մենք ասում ենք, Когда каждый день говорим, ես այս աշխարհի նման չեմ, я не как этот мир. ես Աստծունը չեմ։ Я не... Այս խոսքը Աստծուն չի փառավորում։ Это слово не прославляет Бога. Ես պիտի փառավորեմ նրան։ Я должен Бога Պիտի ապրեմ прославить. նրա Я должен համար։ жить для Него. Պիտի գործեմ նրա Я համար։ должен действовать для Него. Պիտի սիրեմ նրա Я должен նման։ любить для Պիտի ներեմ Него. նրա նման։ Должен прощать, как Он. Եվ ամեն օր И каждый день. այդ տարբերությունը երևում է И каждый день наше различие, оно проявляется մեր կյանքի մեջ։ в нашей жизни. Մենք պիտի իմանանք Мы должны знать տարբերությունը разницу Սուրբի святого եւ անսուրբի, и не святого, մաքուրի чистого եւ պիղծի մեջ։ и нечистого. Աղոթենք, Будем молиться? եկեք աղոթենք։ Давайте будем молиться. Երկնավոր Հայր, Отец Небесный, շնորհակալ ենք քեզանից։ благодарны Тебе. Դու բարի ողորմած մեր Աստվածն ես։ Ты добрый, милующий наш Бог. Շնորհակալ ենք, որ մի գեղեցիկ օր Благодарны, что в один прекрасный день մեզ փրկել ես, Ты нас спас, մեզ ողորմել ես, Ты нас помиловал, մեզ քեզ զավակներ ես արել։ Ты сделал нас своими детьми. Եվ դու մեզանից սպասելիքներ И у ունես, Тебя есть ожидания от нас, որպեսզի մենք քեզ փառավորենք чтобы мы Тебя прославили մեր խոսքերով, нашими մեր словами, գործերով, нашими делами, մեր ճանապարհների մեջ, в наших путях, մեր փոխհարաբերությունների в մեջ, наших отношениях, ուր էլ որ գնանք, где бы мы ни были, որպեսզի տարբերություն լինի, чтобы было различие, ուր էլ որ գնանք, где бы мы ни были, որ ամենքի համար վկայություն լինի, чтобы для каждого было свидетельство, որ դու ես մեր Աստվածը, что Ты наш Бог, որ դու ես մեր Տերը, что Ты наш Господь, եւ մենք քո զավակներն ենք։ и мы Твои дети. Շնորհակալ ենք քեզանից։ Мы благодарны Тебе. Աղոթում ենք եւ խնդրում, Мы молимся и просим, որ ողորմես մեզ, чтобы Ты нас помиловал, ներես մեր սխալների համար, чтобы Ты простил нам за наши грехи, ներես մեր ձևական ապրելու համար, простил за то, что иногда мы неискренне живем, ներես մեր ձևական գործերի համար, за наши неискренние дела, ներես մեր ձևական հարաբերությունների за наши համար։ неискренние отношения. Խնդրում ենք քեզ, Просим Тебя, որ մեր կյանքը նորանես, чтобы Ты обновил нашу жизнь. ուր էլ որ գնանք, Где бы мы ни были, куда бы ни шли, что бы ни делали, ուտենք թե խմենք, будем есть или пить, խոսենք թե գործենք, будем говорить или делать, ամեն ինչի մեջ чтобы во всем քո անունդ փառավոր, Твое имя прославилось. միայն քո անունդ։ Только Твое имя. Օգնի մեզ այդպես ապրենք Աստված։ Помоги нам жить таким образом, Бог. Եվ քեզ լինի ողջ И փառքերը։ Тебе да будет вся слава. Ամեն։ Аминь. Ամեն։ Аминь, аминь, аминь. Ամեն։ Аминь. Ահա։ Այ մի քեֆարեք։ А теперь будем пиршествовать. Հալելույա։ Ջան, ջան, ջան։ Փառք, փառք, փառք։ Մի տխրիր, մի դժգոհիր, դու նրա համար, որ հանդիպել ես դժվարության, որ խաղաղ գարնանը սպասել է շատ երկար, Հիսուսով կստանաս անպայման, մեզ համար գարուն հրաշալի, հոտավետ ծաղիկներով լցված,
քաջով ստեղծված մեզ համար քեզ համար գարուն հրաշալի հոտավեր ծաղիկներով լցված ուղարկում է Աստված գարուն հիանալի Գողգոթայի խաչով ստեղծված ով որ իր երիտասարդ կյանքը նվիրի ծառայության արարիչասուն նայի ծերության օրերում նույնպես կավրի Աստուծո տրված հոգևոր գարուն ամեն մեզ համար գարուն հրաշալի հոտավեր ծաղիկներով լցված ուղարկում է Աստված գարուն հիանալի Գողգոթայի խաչով ստեղծված մեզ համար քեզ համար գարուն հրաշալի հոտավեր ծաղիկներով լցված ուղարկում է Աստված գարուն հիանալի Գողգոթայի խաչով ստեղծված ամեն նա փառավորով ես ու դու կանչված ենք որ իրա փառքը պատմենք որ իրա փառավորենք որ իրան մեծարենք որ դժոխքը պարտված է հավիտյան որովհետև նա է արժանի հալելույա փառքես Տեր ամեն այ հիմի քեֆ արա փառքես Տեր Մենք ձգտում ենք, որ կյանքի գառնան արևը փայլի մեր ծարաված սրտերում Եվ Աստծո հոգու հրաշալի պտուղները սուրբ գառնան պես աճեն մեր հոգում ամեն Մեզ համար գարուն հրաշալի հոտավեր ծաղիկներով լցված ուղարկում է Աստված գարուն հիանալի Գողգոթայի խաչով ստեղծված մեզ համար գարուն հրաշալի հոտավեր ծաղիկներով լցված ուղարկում է Աստված գարուն հիանալի Գողգոթայի խաչով ստեղծված Մեզ օգնիր, որ լինենք քեզ միշտ հավատարիմ Սուրբ կյանք ապրենք երկրի վրա Որ չարը չհաղթի նույնիսկ մեկ տկարի Եվ գառնան մեջ ապրենք Հավիտյան Մեզ համար գարուն հրաշալի հոտավեր ծաղիկներով լցված Ուղարկում է Աստված գարուն հիանալի Գողգոթայի խաչով ստեղծված Մեզ համար քեզ համար գարուն հրաշալի հոտավեր ծաղիկներով լցված Ուղարկում է Աստված գարուն հիանալի Գողգոթայի խաչով ստեղծված Ամեն Аминь. Это специально для наших русских друзей, чтобы они знали, и Господь их любит, и мы их любим. В двери закрытые поздней порой кто-то стучит, отзыва нет и усталой рукой кто-то стучит. Это Спаситель у двери стоит, кротко стучит, нежно стучит. В сердце открой, он недуг исцелит,
снова Христос стучит. Это Спаситель у двери стоит, кротко стучит, вечно стучит. Сердце открою, он и дух исцелит, снова Христос стучит. В сердце уныние, радости нет, кто-то стучит, в доме погас в утешении свет, кто-то стучит. Это Спаситель у двери стоит, кротко стучит, нежно стучит. Сердце открой, он и дух исцелит, снова Христос стучит. Это Спаситель у двери стоит, кротко стучит, нежно стучит. Сердце открой, он и дух исцелит, снова Христос стучит. Аминь. Иисус сказал: вот стою я и стучу. Если откроешь дверь, войду, буду вечерять с тобой, иди со мной. Аминь. Совесть томит обличение глаз, кто-то стучит, зов не смолкает в душе ни на час, кто-то стучит. Это Спаситель у двери стоит, кротко стучит, нежно стучит. Сердце открой, он и дух исцелит, снова Христос стучит. Это Спаситель у двери стоит, кротко стучит, нежно стучит. Сердце открой, он и дух исцелит, снова Христос стучит. Стук все сильнее звучит за стеной, кто-то стучит. Брат мой, покайся и сердце открой, снова Христос стучит. Это Спаситель у двери стоит, кротко стучит, сердце стучит. Сердце открой, он и дух исцелит, снова Христос стучит. Это Спаситель у двери стоит, кротко стучит, сердце стучит. Сердце открой, он и дух исцелит, снова Христос стучит. Ամեն Դու տարբեր ես, դու յուրահատուկ ես, И դու особенный. Տիրոջ փառքն ես, Ты слава Божья. դու Տիրոջ գազն ես, Ты сокровище դու Տիրոջ Божье. պսակն ես, Ты венец Божий. երբեք չհամեմատվես այս աշխարհի հետ, Никогда не сравнивайся с этим երբեք миром. մի նմանվես աշխարհին, Никогда не уподобляйся этому миру. որովհետև մենք տարբեր ենք։ Потому что мы другие. Ամեն Аминь. Տեր օրհնի։ Пусть Бог благословит.